Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է։ Այսօր ուրբաթ է, աշխատանքային շաբաթվա վերջին օրը։ Այն մի լավ առիթ է ամփոփելու արածն ու պատրաստվելու հանգստին։ Իսկ մենք պատրաստ ենք ապահովել ձեր առավոտյան լավ ու դրական տրամադրությունը մեր հետաքրքիր զրույցներով եւ հետաքրքիր թեմաներով։ Օրինակ, Ճապոնիայում շատեր առավոտները սկսում են լռությամբ ու հանգստությամբ։ Շատ ընկերություններում նույնիսկ ընդունված է ունենալ լռության 10 րոպե, միջև աշխատանքը սկսելը, որպեսզի աշխատակիցները կարողանան կենտրոնանալ։ Իսկ մենք մեր առավոտյան լավ տրամադրությունը ապահովելու համար հիմա առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրերը արդեն տաղավարում են եւ ես սիրով ներկայացնեմ նրանց։ Այսօր զրուցելու ենք Քառակուսի կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մկրտումյանի եւ Վարամ Ասատրյանի հետ, ով Կապանի մաթեմատիկական խմբակի ուսուցիչ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ երևի սկսենք հենց հիմնադրամի ստեղծումից, քանի տարի է որ գործում է Քառակուսի կրթական հիմնադրամ եւ դուք ինչպես հանդիպեցիք, ինչպես ստեղծվեց նման գաղափար օլիմպիադաներ ստեղծելու։ Ուրեմն Քառակուսի կրթական հիմնադրամը նախ Քառակուսի AM կայք է եղել շատ վաղուց, որը եղել է օլիմպիական խնդիրների բազա, այսպես ասած, իրենց լուծումներով, որը ստեղծել է Գոգեն Սմբատը 2016 թվականին, երբ որ ինքը օլիմպիական խմբակներ էր անում։ Բայց հենց հիմնադրամը կոնկրետ ձևավորվել է 2022 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 21, չեմ հիշում, երբ որ առաջին անգամ արեցինք ճամբար երեխեքի հետ, ժամանակ 5-6-րդ դասարանի համար հանրապետական օլիմպիադա կար, այդ օլիմպիադայի արդյունքներով լավ արդյունք ցուցաբերած երեխեքին կանչել էինք ամառային ճամբարի 2 շաբաթանոց այդ ժամանակ, որտեղ երիտասարդ օլիմպիականներով լրացուցիչ իրենց արտադասարանական հավես խնդիրներ ենք լուծում իրենց հետ։ Այդ առաջին անգամ իրականացնելուց հետո արդեն նաև որպես հիմնադրամ գրանցեցինք մեր կազմակերպությունը ու շարունակում ենք զբաղվել մաթեմատիկայի օլիմպիական ու ոչ օլիմպիական գործունեությամբ։ Իսկ իրար հետ երբեք ծանոթացել եք, երբեք միասին աշխատում արդեն։ Երևի Վահրամներ մի երկու բառով ներկայացնի Կապանի մաթեմատիկական խմբակը։ Ուրեմն Կապանի մաթեմատիկական խմբակը հիմնադրվել է 2 կամ 3 տարի առաջ։ Ինքը ի սկզբանե եղել է Կապանում, բայց հետագայում զարգացել է, ծածկվել է ողջ Սյունիքը, այսպայն դասեր են անցկացվում նաև Սյունիքից Գորիսում եւ Սիսիանում, բացի Կապանից, բնականաբար պլանների մեջ ընդլայնվելը կա։ Կապանի մաթեմատիկական խմբակի հիմնադիրը եղել է Կապանից, բայց մաթեմատիկական խումբը, այսինքն այն մարդիկ, ովքեր անցկացնում էին դասերը, այն մարդիկ, ովքեր աշխատում էին տեղի ուսուցիչների հետ, բոլորը ֆիզմաթիկ քվանտի շրջանավարտներ էին, նախկինում միջազգային օլիմպիադաների մասնակիցներ, ու հանցնեմ բուն հարցին, ինչպես ենք ծանոթացել, Կապանի մաթեմատիկական խմբակի վերոհիշյալ ուսուցիչները, ովքեր օլիմպիական խմբակների մասնակիցներ էին, օլիմպիական շարժման մասնակիցներ էին, ունեցել են ուսուցիչ ու ուսուցիչը, եթե չեմ սխալվում, բոլորին անխտիր օլիմպիական դասեր տվել է Սմբատ Գոգյանը նաև, բացի ուսուցիչներից ու իրականում իրար ճանաչելը եղել է սկսել է տեղից, իսկ ինչ վերաբերվում է հենց բուն աշխատանքային համագործակցությանը, այս կարծում եմ առաջին դեպքն էր, այս միջոցառումը եղել է առաջին դեպքը։ Իսկ օլիմպիադան քանի մասնակից է ունեցել եւ արդեն քանի հաղթող, ինչպես էին ընտրվում մասնակիցները։ Ուրեմն մասնակիցները ընտրվում են հետևյալ կերպ, ամեն տարի անցկացվում են Հայաստանում դպրոցային, մարզային, հանրապետական օլիմպիադաներ, դպրոցական օլիմպիադան, մարզային օլիմպիադան անցկացվում է ոչ մեր կողմից, անցկացվում են առաջին փուլը բոլոր դպրոցներում, ամեն մեկը իր դպրոցում անցկացնում է, այդ փուլի լավագույն արդյունքները անցնում են մարզային օլիմպիադա, որը յուրաքանչյուր մարզ կենտրոնացրած անցկացնում է ու մարզային փուլերի արդյունքներից նայելով մենք ընտրել ենք մեր միջոցառման մասնակիցներին, ընտրվել են գրեթե 70 հոգի,
գուցե նույնիսկ ավել, եթե 71 հոգի ու գրել են օլիմպիադա, նախ մի փոքր երևի պատմում հենց բուն միջոցառման կազմվածքից, միջոցառումը 2 օր է եղել, անցկացվել է Ծաղկաձորում, առաջին օրը եղել է խաղեր, նաև մրցույթային խաղեր, այսինքն բացի այն խաղերից, որոնք որ երեխաները իրար հետ են խաղացել, որտեղ բնականաբար յուրաքանչյուր երեխաների համար կազմակերպված միջոցառման կարևոր մասը ոչ դասային իրադարձությունները ժամանցը, բայց նաև եղել է մրցութային խաղերն անցկացվել, որը ունեցել է մի հաղթող, որ հաղթել է բոլորին play-off տարբերակով խաղացված խաղերի մրցույթում, ինքը նվեր ստացել է խաղ, ինչքան դրամաբանական է ինձ թվում է, հետո անցկացվել է հաջորդ օրը արդեն բուն խնդիրների փուլը, երբ որ երեխաները լուծել են 10 խնդիրներ, ամեն դասարանը իր համար նախատեսված խնդիրները, լավագույն արդյունքներին շնորհվել են դիպլոմներ եւ գրքեր որպես նվեր, հաղթողները եղել են յուրաքանչյուր դասարանից 6-ը, կախված արդեն հավաքած միավորներից։ Իսկ միջև մրցույթին մասնակցելը դպրոցներում կատարվել են հատուկ ստուգողական աշխատանքներ, թե որ աշակերտները պետք է օրինակ մասնակցեն մրցույթին, թե ցանկությամբ է եղել դա։ Ոնց որ մրցույթին մասնակից աշակերտների ցուցակը մենք ենք կազմել հիմնվելով մարզային փուլի արդյունքների վրա, այսինքն ընտրվել են այն մասնակիցները, ովքեր մարզային փուլում լավ են հանդես եկել, այդ ապահովել է բավականին լավ ուժեղ երեխաների կոնտինգենտ, որովհետև դպրոցական փուլը մի շերտով մաղել ժողովրդին, մարզային փուլը եւս մի շերտով։ Նաև կնշեք, թե որ դասարան 5-ից 6-րդ դասարանների համար է միայն նախատեսված։ Իսկ կա արդեն ցանկություն ընդլայնել ունակ ավելի բարձր դասարանների համար կազմակերպել նման միջոցառում, թե արդեն դա ավելի բարդ process է։ Տեսեք, 5-րդ ու 6-րդ դասարանում երեխեքին sense մի հատ պահ կա, որ 7-րդ դասարանից սկսած, որ օլիմպիադաների արդյունքները նայում ենք երկար տարիներին, գերակշռում են Երևանի դպրոցները ու հատուկ են մի երկու դպրոց, ոնց որ Վարամ ասեց, նաև ֆիզմատ Քվանդ, հիմնականում իրանք են գերիշխում, իսկ որ 5-6-րդ դասարանի տարիքայինները նայում ենք, լիքը երեխեք կան մարզերից, տարբեր դպրոցներից ու այս մեծ միջոցառման նպատակներից մեկը նաև այն էր, որ այդ երեխեքը, որ մարզերից չտեսնելով ինչ-որ շարունակություն կորում են, իրանց ցույց տանք, որ այսպես միջավայր կա, այսպես մարդկանց հետ կարակ շփվեք, այսպես բաներով կարելի է զբաղվել։ Դրա համար թիրախը հենց 5-6-երն էին, իսկ արդեն մի քիչ ավելի մեծերը իմանում են, էլի հիմնականում ինչով են ուզում զբաղվեն, տենց հնարավորությունների ու տարբերակների մասին իմանում են, իրանց տենց ներկայացնելու շատ բան չկա, բացի այդ իրանց համար հենց հանրապետական օլիմպիադա գոյություն ունի։ Դրա համար թիրախը հենց 5-րդն ու 6-երն էին, էլի։ Իսկ ինչ եք նկատում միայն դասագրքերով աշակերտները երբ որ սովորում են, հնարավոր է նման մրցույթների մասնակցեն, թե պետք է նաև այլ կողմնակի պարապեն նաև։ Մաթեմատիկայի օլիմպիադաների լավը այն է, որ դասագրքից դուրս հենց գիտելիք չի պահանջվում, բայց լիքը տրամաբանության բաներ, որոնք մարզվում են դասարանից դուրս, պահանջվում են։ Օրինակ ասենք, երբ որ դասարանում դպրոցական ծրագրի մեջ անցնում ենք արմատ, ինչ որ նոր գաղափար չկա, որ օլիմպիադայի համար պետք է իմանաս, այսինքն օլիմպիադաները կազմելուց էլ հենց են կազմվում, որ դպրոցական ծրագրի մեջ լինեն, բայց բնականաբար լիքը մոտեցումներ, լիքը տրամաբանություններ կան, որ պետք է լրացուցիչ աշխատանքի միջոցով ծանոթանալ այդ կողմին մտածողության։ Իսկ չկա նորամուծություններ, որ կիրառել եք օլիմպիադայի մեջ, օրինակ նոր խնդիրներ, որոնք ավելի հետաքրքիր կլիներ լուծել, որոնք դուք եք հենց մտածել եւ գրել հնարել։ Նախ օլիմպիադաներում, առհասարակ ինչ որ մակարդակի օլիմպիադաներում պետք է խնդիրները այնպեսին լինեն, որ մինչև այդ հանդիպած չլինեն երեխաներին, որովհետև օլիմպիադայի ամբողջ իմաստն այն է, որ մենք լուծենք ոչ թե տիպային խնդիրներ, այլ լուծենք մի խնդիր, որ առաջին անգամ ենք տեսնում, որքան ավելի անծանոթ, այդքան ավելի էֆեկտիվ, որովհետև ստուգվում է օլիմպիադայի ժամանակ երեխայի մտքի թռիչքը, ոչ թե գիտելիքների մեծ պաշարը իրականում։ Հետևաբար բոլոր խնդիրները եղել են կամ վերցված շատ ոչ հայտնի օլիմպիադաներից արտասահմանյան, որոնք կազմել են ոչ մեծ մասը խնդիրների կամ եղել են մեր թիմերի կողմից կազմված խնդիրներ, մի մասը իմ կողմից, մի մասը Նարեկի կողմից, մի մասն մեր թիմերի մյուս անդամների կողմից։
Իսկ քառակուսի հիմնադրամի մասին եւ որ խոսում էինք, հետաքրքիր է նաեւ այնտեղ միայն հիմնադրամն է, թե նաեւ անցկացվում է նաեւ դասապրոցեսներ, մասնագետները պարապում են նաեւ երեխաների հետ։ Մեր հիմնադրամը այս տարի անցկացնում է on-line խմբակ 5-ից 8-րդ դասարանի համար ամբողջ Հայաստանի տարածքով, այսինքն սահմանափակում չկա, ովքեր ուզում են կարող են միանալ։ Նաեւ անցկացնում ենք արկա խմբակներ, բայց արկաները այս պահին սահմանափակված են միայն Երևանում։ 2 տարի առաջ մի ծրագիր ունենք, որ մարզերի 12 ուսուցիչների էինք ընտրել, մենք իրանց հետ զբաղվում էինք, այսինքն օլիմպիական խնդիրները, իրանց մեթոդաբանությունը զբաղվում ենք այդպես ուսուցիչների հետ, իսկ իրանք ամեն մեկ իրանց դպրոցում էլի 5-ից 8-րդ դասարանի խմբակներ էին ձևավորել, այդպես պարապում էին։ Իսկ Վարամ ջան, ինչ եք նկատում, տարի երբ որ դուք արդեն որպես ուսուցիչ, ինչ եք նկատում, երեխաների մոտ կա հետաքրքրվածություն նման մրցույթներին մասնակցելու եւ ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի մարզային դպրոցներում նույնպես նման միջոցառումները ել ավելի շատանան եւ զարգանան։ Բնականաբար հետաքրքրվածություն կա ու իրականում 5-րդ, 6-րդ դասարանի երեխաների մասին եթե խոսենք, երևի կարծում եմ ավելի փոքր տարիքի երեխաների մասին խոսելն ասպայն անիմաստ է, որովհետեւ հասունացման այն փուլին չեն հասել, որ հասկանան, որ իրենց մաթեմատիկան շատ ավելի հետաքրքիր է, քան խաղալբակում օրինակ, իրականում 5-6-երին էլ է դա վերաբերում որոշ բացառություններով, բայց հետաքրքրություն երեխաների մոտ միշտ կա, կախված չի էտի իրանց բնակության վայրից։ Այսինքն երեխան ինքը իրանով հետաքրքրված է ամեն ինչով, եթե լավ մատուցվի։ Հետևաբար, որպեսզի մարզերում լավ շարժում լինի օլիմպիական, պետք է որ մարզերում լավ մատուցվի նյութը, մատուցվի ոչ թե չոր կոպիտ ու դասագրքային ձևով միայն, այլ նաև մատուցվի հետաքրքիր խնդիրների տեսքով, մատուցվի խաղերի տեսքով, որովհետև մաթեմատիկական շատ լավ ուղղություն է խաղերը, ու այդ խաղերի ուսումնասիրությունը կարա շատ լավ խնդիրների լուծման բերի, խնդիրների առաջացման բերի ու առհասարակ մաթեմատիկական կոնցեպտների լավ հասկանալուն ու պետք է որ այդ ամեն ինչը արկա լինի մարզերում ու մեր նպատակը հենց այդ է, որ մարզերում Կապանի մաթեմատիկական խմբակի նպատակը հենց այդ է, որ մարզերում երեխաները ունենան հնարավորություն ծանոթանալու այն ամեն ինչին չեն կարող ծանոթանալ այլ կերպ։ Իսկ դուք որպես խմբակի ուսուցիչ նորամուտություններով եք երեխաների հետ աշխատում։ Հարցն այն է, որ ես երեխաների հետ ուղիղ կերպով չեմ աշխատում, իմ աշխատանքը կոնկրետ կայանում է ուսուցիչների հետ։ Ուրեմն խմբակի կառուցվածքը մի փոքր պատմեմ, խմբակը հետևյալ կերպ է աշխատում 5, 6, 7-րդ դասարանի երեխաների համար կայացվում են արկա խմբակներ Կապանում, Սիսիանում, Գորիսում, իսկ արդեն մեծ դասարանների երեխաների համար կայացվում են on-line խմբակներ ու արկա խմբակների դասատուների հետ ամեն շաբաթ անցկացվում են որոշակի հանդիպումներ, ինչ-որ մեթոդաբանության քննարկում, խնդիրների տրամադրում, խնդիրներում հետաքրքիր դետալների ուսումնասիրություն, ես այդ գործով եմ զբաղված։ Իսկ քանի որ այս միջոցառումը միասին կազմակերպել եք եւ սա առաջին անգամ էր, եղան դժվարություններ կամ այս ինչ-որ նրբություններ, որոնք հաշվի չէի կառել եւ արդեն հաջորդ անգամ երբ որ կազմակերպեք, կաշխատեք այնպես, որ չհանդիպեք նման դժվարություններ։ Եղան նման դժվարություններ։ Երևի կրիտիկական դժվարություններ մեծ հաշվով չեն եղել, բնականաբար բազում անհարթություններ են եղել process-ում, որոնք նոր ընթացքում շտկվել են ու բնականաբար կփորձենք խուսափենք հաջորդ անգամ կազմակերպելուց այդ անհարթություններից, էլի։ Ուղղակի նաև ավելացնեմ, որ մեր երկու թիմերն էլ ահագին օլիմպիադաներ կազմակերպելու փորձ ունեն, այսինքն կոնկրետ այս ձևաչափով միջոցառում կազմակերպելու առաջին փորձներ, բայց համ երկար տարիներ հենց օլիմպիադաներ կազմակերպելու փորձ ունենք, համ նաև ամառային ճամբարներ կազմակերպելու փորձ ունենք, ոնց որ այդ ամեն ինչը փոխանցվում է նաև այս միջոցառմանը ու տենց ինչ որ անսպասելի չպլանավորված բաներ չեն եղել, էլի այդ առումով հարթ է անցել։ Մեկ էլ մի հատ ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնենք Ծաղկաձորի դպրոցին, որովհետև ընդեղի տնօրինությունը ամեն ինչով պատրաստ էր աջակցելու, դասարանները տենց շատ լավ տրամադրեցին դպրոցի, երեխեքը մնացել են բանում ԵՊՀ-ի պանսիոնատը Երևանի պետական համալսարանի հյուրատանը, իսկ խաղերն ու մրցույթը օլիմպիադան անցկացրել ենք Ծաղկաձորի դպրոցում, երկու կառույցներին էլ շնորհակալություն համագործակցության համար։
Իսկ երեխաների հետ աշխատելով եւ այս օլիմպիադայի արդյունքները ամփոփելով ինչ եք նկատում։ Արդեն նկատել եք երեխաներ, որոնց մեջ կան հատուկ տաղանդներ, որ կարող են հենց այս ուղղությամբ, այս առարկայով մեծ հաջողությունների հասնել։ Ինչ եք նկատում։ Կարծում եմ կարելի է վստահաբար ասել, որ այդ տարիքում յուրաքանչյուր երեխան էլ բավարար տաղանդ ունի, որպեսզի հետագայում լավ հաջողությունների հասնի, ու սա իրականում վերաբերում է ոչ միայն մեր միջոցառմանը մասնակից երեխաներին, այլ առհասարակ գրեթե բոլոր երեխաներին, 5-րդ, 6-րդ դասարանը այնպիսի տարիք է, որ բավականին փոքր են երեխաները ու իրանք աճելու համար բավականին շատ ժամանակ ունեն, հետեւաբար շատ աշխատանք ու հետաքրքրությունը բավարար է այդ տարիքի յուրաքանչյուր երեխայի համար էլ հետագայում հիանալի արդյունք ունենալու։ Իսկ մաթեմատիկա առարկան ինչ եք նկատում, որքանով է կարևոր եւ նման միջոցառումներ կազմակերպելով որքանով կարող եք խթանել այս առարկայի հետաքրքրվածությունը երեխաների մոտ։ Դուք ասեք Հարիկյան։ Մաթեմատիկայի առումով ընդունված կարծրատիպ կա, որ ինքը ինչ որ 4 բանաձևերի հետ կապված պետք է անգիրանես գնաս գրես։ Այս շարժումը, օլիմպիական շարժումը ընդհանրապես լրիվ ուրիշ ոճի մաթեմատիկա է, որ այդ բոլոր կարծրատիպերին հակառակ է գնում, որտեղ ինքը զարգացնում է լրիվ տրամաբանություն, իրականում ոչ մի բան անգիրանելու կարիք չկա, պետք է ուղղակի լավ մտածել, վերլուծել ու այդ հմտությունը բացի մաթեմատիկայից ամեն ոլորտում էլ կիրառվում է, այսինքն եթե մաթեմատիկական լավ մտածողություն ունես, իրականում շատ լավ մտածողություն ունես ընդհանուր։ Այդ առումով նաև փաստում են Որ երիտասարդ ժամանակ, դպրոցական ժամանակ օլիմպիական շարժման մեջ եղած մարդիկ, որ արդեն իրենց կարիերայի ընթացքում շատ պահանջված են լինում աշխատաշուկայում ու կոպիտ ասած ինչ մասնագիտություն ուզում են, կարող են հեշտությամբ ադապտացվեն կոնկրետ այդ սպეციფიკային ու այդ մեր նպատակներից մեկը նաև օրինակ այս միջոցառման առաջի օրը որ արեցինք խաղերի մրցույթ, ինքը տրամաբանական մաթեմատիկական խաղերի մրցույթ էր, որ թվում է թե առաջի հայացքից ինչ որ մաթեմատիկայի հետ կապ չունի, խաղ ենք խաղում ուղղակի, բայց այդ օպտիմալ լուծում գտնել, ալգորիթմ մշակել, այդ ամեն ինչը ենթագիտակցորեն զարգանում է, ոնց որ շատ օգտակար ու կարևոր մասն է մաթեմատիկայի ու մեր նպատակներից մեկը այդ ուղղությունը զարգացնելն է, էլի նաև։ Նաև հետաքրքիր է ինչ տեսակի խաղեր եք իրականացնում, որ ասեցիք թվում էր թե ուղղակի խաղ է, օրինակ ինչ խաղեր եք իրականացնում։ Օրինակ խաղերից մեկը հետևյալն է, ինչ որ աշտարակ ունենք, 15 հատանոց շաշկուքարերի աշտարակ էր, երկու հոգի իրար դեմ խաղում են, ամեն քայլին մեկը վերցնում է այդ աշտարակներից ինչ որ մեկը, սկզբում մի հատ է, բայց հետո շատանում են, էլի։ Աշտարակներից մեկը ու բաժանում է երկու անհավասար մասերի։ Պարտվում է այն խաղացողը, որ էլ քայլ չի կարող անի։ Ինքը տենց առաջին հայացքից թվում է թե ուղղակի պետք է ինչ որ խաղաս կամ կգրես կամ կգրվես, բայց բնականաբար հաղթելու ալգորիթմ կա, որը իրանք 5-րդ 6-րդ դասարանում հասկանալը շատ բարդ է, գտնելը առավել եւս, բայց ով որ մի քիչ ավելի լավ ազգում այդ ալգորիթմիկ մտածողությունը, օպտիմալ անելու հետ կապված երևույթները, իր մոտ ավելի լավ է ստացվում այդ խաղը խաղալ։ Օրինակ այդ խաղերի հաղթողը ամեն փուլում 3 խաղեր, այդ խաղերից մեկը ասեցի, ամեն փուլը սենց էր, երկու հոգի իրար դեմ խաղում են, 3 խաղ են խաղում, ով գոնե 2 հատ հաղթում է, անցնում է հաջորդ փուլ, ու այդ ընդհանուր խաղերի հաղթողը օրինակ ոչ մի փուլում ոչ մի պարտություն չունեցավ, այսինքն մտածողությունը այդպես զգացվում է, էլի, այնինչ որ պատահական էր, դե պատահականներ մի քանի հատ կհաղթեր, մի քանի հատ կպարտվեր, բայց ինքը տենց բոլոր խաղերի բոլոր փուլերը հաղթելով գնաց, էլի։ Հետաքրքիր օրինաչափություն ի դեպ, խաղերի մրցույթի հաղթողը եղել է նաև օլիմպիադայում լավագույն արդյունքի ցուցադրողը, ընդ որում խաղերի փուլում երկրորդ տեղ գրաված մասնակից է, այսինքն այն մասնակիցով վերջին փուլում պարտվել է հաղթողին, եղել է երկրորդ լավագույն ցուցանիշ վերած մարդը հենց Արդեն խաղերով բարձ է դառնում, թե այո։ Իրականում վատ ցուցանիշ չի, էլի։ Այսինքն այդ խաղերի եզրափակիչը եղել է 6-րդ դասարանցի առաջի տեղի ու 5-րդ դասարանցի առաջի տեղի միջև, էլի։ Իսկ խաղերի հեղինակները ովքեր են, դուք եք հենց ստեղծում խաղերը, թե աշխատում եք այլ մասնագետների հետ նաև։ Այդ խաղերը կոնկրետ իրանք հայտնի խաղեր են ինչ որ իմաստով, բայց այդ տարիքի երեխեքին իրանք հայտնի չեն, այսինքն եթե զբաղվում ես մաթեմատիկայով ու կոնկրետ այդ ալգորիթմիկ խաղերով, այդ խաղերին կյանքի ինչ որ պահում ոնց է չլինի առնչվում ես, բայց երեխեքի համար նորություն են, էլի խաղերը։ Նաև հետաքրքիր է իմանալ հիմնադրամը եւ ասեցիք այդքան երեխաների հետ չեք շփվում քոլեջում դասընթացներ չեն իրականացվում, իսկ կա ծրագիր, որ դուք այցելում եք դպրոցներ եւ երեխաների հետ դասապրոցեսներ եք իրականացնում, շրջայցեր եք իրականացնում դպրոցներում, կա նման նախագիծ։ Օրինակ Քառակուսի հիմնադրամի այս պահին
անցկացնում ենք համ on-line խմբակներ, համ առկա խմբակներ։ On-line խմբակները 5-ից մինչև 8-րդ դասարան բոլորի համար անցկացնում ենք։ Օրինակ ես 6-րդ դասարանցիներին եմ վարում։ Հայաստանի դες բոլոր տեղերից միանում են, իրանց հետ առցանց շփում է լինում, բայց նաև Երևանում առկա խմբակներ, ոնց որ արդեն ասացի, որ անցկացնում ենք, իրանց հետ էլ նաև առկա ձևաչափով շփում է լինում։ Երեխաների մեկ էլ նաև ոնց որ այդ օլիմպիադաների ընթացքում կամ ընդհանրապես շատ այդ երեխեքի հետ շատ ենք էլի հանդիպում տարբեր տեղեր, տարբեր ձևաչափով, իսկ տենց շրջայցեր այս պահին չենք իրականացնում։ Իսկ նաև երբ որ խոսեցինք խաղերին, երբ որ նրանք բավականին հայտնի են, բայց այդ շրջանում երեխաներին այդքան էլ հայտնի չէին, կա ցանկություն նաև այնպես անել, որպեսզի այդ խաղերը նաև դպրոցներում կիրառվեն եւ երեխաները այսպես ասած հեռախոսներից կամ պլանշետներից կտրվել արդեն ինտելեկտուալ խաղերով նույնպես զբաղվեն դպրոցներից դուրս, օրինակ տանը։ Կոնկրետ այդ խաղերը, որ օլիմպիադայի համար ընտրել էինք, իրանք փորձել ենք որպես նորություն լինի, բայց նմանատիպ մի քիչ ավելի հեշտ խաղեր կան, որ համ մենք համ վարում ենք բոլոր խմբակների ընթացքում երեխեքին ասում ենք այդ խաղը որպես մաթեմատիկայի խնդիր, ու հետաքրքիրն է նա, որ շատ հաճախ որպես մենք խնդիր տալիս ենք, բայց իրենք գնում են սկսում են դասանում որպես խաղ խաղալ, այդ բավականին ոգևորիչ է, էլի, որ մեկ-մեկ էլ որ հաղթական մարտավարությունն էլ ենք ասում, գնում են սկսում են դասարանցիներին հաղթել այդ ձևով։ Իսկ մասնակիցները ավելի շատ աղջիկներ էին ներգրաված, թե տղաները։ Օրինակ, ես գիտեմ, որ տղաները ավելի շատ են հետաքրքրվում մաթեմատիկայով, քան աղջիկները։ Կա այդպիսի վարկ։ Իրականում սուտ կլինի ասելը, որ հավասար էին քանակները, որովհետև եթե չեմ սխալվում, տղաները ավելի շատ էին։ Եթե ճիշտ եմ հիշում, 13 աղջիկ էր, իսկ մնացած 40, նույնիսկ չէ, 57 հոգին տղաներ են եղել։ Ու իրականում ցավալին այն է, որ ինչքան մեծանում են երեխաները, այսինքն բարձր դասարաններում պատկերը շատ ավելի կտրուկ է տղաների քանակի գերակշռելու իմաստով։ Նաև տղաների մեջ է գերակշռում քանակը ինձ թվում է, որովհետև նաև մտածում են, որ մաթեմատիկան դպրոցում սովորելուց հետո այլ որտեղ պետք է կիրառեն, այդքան էլ իրենց պետք չի գա, շատ ենք լսում նման բաներ։ Ինչ եք նայում մաթեմատիկան կյանքում որտեղ կարող է պետք գար մեզ։ Իրականում եկեք մի փոքր հարցը ուրիշ ձևակերպենք, մեզ մտածել պետք է թե չէ։ Իսկ մեզ մտածել պետք է, իսկ մաթեմատիկան բավականին լավ սովորեցնում է մտածել նոր բանի շուրջ, ունենալ խնդիր, փորձել խնդրին լուծում գտնել ֆիքսված ժամանակում կամ թեկուզ ոչ ֆիքսված ժամանակում երկար մտածելու օգնությամբ։ Այսինքն մաթեմատիկա առաջին հերթին արժի սովորել ուղղակի կյանքում նոր խնդիրների բախվելուց, այդ խնդիրների շուրջ լավ արդյունքներ ունենալու նպատակով, որովհետև բուն մաթեմատիկան շատ կիրառելի ոլորտ է դեպ, օգտագործում է ծրագրավորման մեջ, օգտագործում է գիտությունների մեջ ֆիզիկա, կենսաբանություն, ինդուստրիայում շատ գործեր կան, որտեղ մաթեմատիկայի լուրջ գիտելիքներ են պետք, բայց եթե դառնալու ես իրավաբան, բազային գիտելիք մաթեմատիկայի ամեն դեպքում պետք է ու պետք է ունենալ հմտություն խնդրին առնչվելուց, խնդրից չվախենալու, մաթեմատիկան այդ թվում նաև օգնում է այդ հմտությունը զարգացնելու։ Իսկ մրցույթում միայն մաթեմատիկական վարժություններ եւ խնդիրներ են, թե նաև կան երկրաչափական խնդիրներ։ 5-րդ ու 6-րդ դասարանում երկրաչափություն դեռ չեն անցնում, ավելի շատ տրամաբան որ դժվար ասել կոնկրետ ինչ թեմայի խնդիրներ են, այդ տարիքում ուղղակի sense լավ տրամաբանական խնդիրներ են, ոնց որ ասում եք մաթեմատիկան կյանքում որտեղ է պետք գալիս, այդ մի քիչ առաջ որ նշեցի մաթեմատիկայի մասին մի քիչ սխալ ընկալում կա, մաթեմատիկան այդ ասենք ինտեգրալներով բանաձևեր անգիրանելը չի, այլ հենց մտածողության զարգացումն է, իսկ այդ ոնց որ Վարամը ասեց ամենտեղ պետք է գալիս էլի։ Նաև խոսենք հետագա պլանների մասին, ինչ այս արդյունքները ամփոփելով ինչ եք նկատում, հետաքրքրվածությունը նկատեցիք, որ բավականին լավ է եւ կա արդեն ընդլայնելու ցանկություն նաև այլ մարզերում իրականացնել նման միջոցառումներ, օլիմպիադաներ։ Կարծում եմ Ծաղկաձորի ընտրությունը պայմանավորված էր լոկացիոն խնդրով, այսինքն որտեղ է հարմար անցկացնել օլիմպիադան, նախ որ լինի տեղ, որտեղ հնարավոր է անցկացնել, շնորհակալություն Ծաղկաձորի դպրոցին տեղը տրամադրելու համար, որտեղ կարողացանք անցկացնել օլիմպիադան, հետո տեղ, որտեղ երեխաները կարողանան գիշերել, իսկ օլիմպիադան վերաբերվում էր հանրապետության բոլոր մարզերին, այնպես որ կարծում եմ, եթե
գտնվի որևէ վայր, որտեղ հնարավոր է անցկացնել, գուցե կրկնվելու ցանկությունը բացառելու նպատակով փորձվի փոխվել, բայց մեծ հաշվով Ծաղկաձորի ընտրությունը պայմանավորված չէր որևէ մարզին գերադասելով, պայմանավորված էր ուղղակի կազմակերպչական հարցերով։ Իսկ այս տարի նույնպես կա ցանկություն, որ նորից իրականացվի արդեն այլ դպրոցների երեխաներ նույնպես հաճախեն եւ մասնակցեն օլիմպիադային։ Այս տարի կա արդեն ցանկի մեջ նման միջոցառում կազմակերպել նորից։ Այս տարի դե մի քանի օր առաջ էր անցկացվել, այսինքն այս տարի երևի դեռ չէ, բայց մյուս տարի շատ հավանական է նույն միջոցառումը նորից կրկնենք, ու նաեւ ինձ թվում է ձևաչափը բավականին հաջողված էր, եթե բավականին ռեսուրսներ ունենանք եւ մարդկային եւ ինչու ոչ ֆինանսական, նաեւ կարելի է նմանատիպ միջոցառման ոնց որ ավելի ընդլայնել շրջանակը, ոչ միայն օլիմպիադայի երեխեք մասնակցեն, որովհետեւ ինձ թվում է այդ առաջի օրվա խաղերի մրցույթը այդ այն բանն է, որ կարա նաեւ մաթեմատիկայով այս պահին չհետաքրքրված երեխային օգնի հետաքրքրացնել, իսկ մեր կոնկրետ այս ձևաչափը ներառում էր արդեն մարզային օլիմպիադայի լավ արդյունքներ, որը ենթադրում է ինչ-որ չափով գոնե մինիմալ հետաքրքրվածություն։ Իսկ հիմնադրամները համագործակցում են այլ ընկերությունների, դպրոցների հետ։ Մեր քառակուսին չէ։ Մեր Կապանի մաթեմատիկական խմբակը եկեք հստակ ինֆորմացիա չտամ, որտեղ չեմ տիրապետում։ Շատ շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար եւ ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Քառակուսի կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մկրտումյանի եւ Կապանի մաթեմատիկական խմբակի ուսուցիչ Վահրամ Ասատրյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, դիտենք տեսահոլովակ եւ շարունակենք եթերը։ Բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են արթնացել, միացել են մեզ, իսկ հիմա հեռուստաէկրանների առջև հրավիրում եմ մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին, քանի որ հիմա ձեզ առաջարկելու եմ դիտել մի երկրի մասին տեսանյութ, որը իր մեջ միաժամանակ ներառում է բնական հարստությունը եւ մշակութային գունեղությունը։ Խոսքս Վենեսուելայի մասին է, որը գտնվում է հարավային Ամերիկայում, իսկ հիմա առաջարկում եմ միասին դիտենք տեսանյութը։ Վենեսուելա։ Վենեսուելան գտնվում է հարավային Ամերիկայի հյուսիսում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Երկիրը հայտնի է իր բնական հրաշալիքներով, Ամազոնի անտառներից մինչև աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը։ Այն սահմանակցում է Կոլումբիային, Բրազիլիային, իսկ հյուսիսից ողողվում է Կարիբյան ծովի ալիքներով։ Մայրաքաղաքը Կարակասն է, երկրի մշակութային, քաղաքական եւ տնտեսական կենտրոնը։ Վենեսուելան հայտնի է իր անմոռանալի լանդշաֆտներով՝ Արինկո գետ, Ամազոնի խիտ անտառները եւ կանային ազգային պարկը։ Բնությունը այստեղ վայրի է, կենդանի եւ միաժամանակ անծանոթ։ Երկիրը 20-րդ դարի կեսերից հայտնի է որպես նավթային հզորություն, ունենալով աշխարհում նավթի ամենամեծ պաշարները։ Սակայն այս հարստությունը ժամանակի ընթացքում բերեց նաեւ քաղաքական պայքարներ, սոցիալական բևեռացում եւ վերջին տարիներին նաեւ խորը ճգնաժամ։ Չնայած բոլոր դժվարություններին, վենեսուելացիները շարունակում են ապրել, արարել ու ժպտալ։ Մշակույթը այստեղ հարստացած է երաժշտությամբ, պարերով ու ազգային ավանդույթներով։ Ամենահայտնի ազգային պարը ջորպոն է, արագ ռիթմերով ու լարային գործիքներով, ուղեկցվող երաժշտություն, որը կատարում են թե քաղաքներում, թե գյուղերում։ Վենեսուելայում ծնունդ են առել բազմաթիվ արվեստագետներ, գրողներ եւ երաժիշտներ։ Վենեսուելան երկիր է, որը կարող է հիացնել, դա երկիր է, որը պայքարում է գոյատևելու համար, բայց չի դադարում լինել ստեղծագործ, մշակութային ու հարուստ։ Մենք վերադարձանք եւ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է։ Ընկույզի օգտակարության ու առողջարարության մասին հաճախ լեգենդներ են պտտվում։ Այն երիտասարդեցնում ու վերածնում է օրգանիզմը։ Այն այնքան հարուստ է բազմաթիվ վիտամիններով ու հանքանյութերով, որ կարելի է միայն ընկույզ ուտելով ստանալ բոլոր հնարավոր օգտակար նյութերը։ Ընկույզը օրգանիզմի տոնուսի կարգավորման հզոր միջոց է։ Այն ունի իմունիտետը բարձրացնելու յուրահատուկ հատկություններ։ Տարբեր ուսումնասիրություններ փաստում
Նշմատում են, որ ընկույզի միջոցով հնարավոր է բուժել բարորակ ուռուցքները։ Այն գրեթե չեզոքացնում է օրգանիզմի ցանկացած բորբոքային պրոցես։ Օգտակար է անքնության եւ սթրեսի դեպքում։ Ընկույզում առկա վիտամին A-ն եւ E-ն օգտակար են արյան բաղադրության համար։ Դրա պատճառով ընկույզը ունի երիտասարդեցնող եւ ծերացումը դանդաղեցնելու հատկություն։ Ունենալով բազմաթիվ հակաօքսիդանտներ, ընկույզը ամրեցնում է լյարդի եւ երիկամների պատերը, այդպիսով կանխարգելելով ճարպերի ներծծումը պատերին։ Սակայն սպիտակուցների ու ճարպերի բարձր քանակությունը կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա։ Այն հակացուցված է պսորիազ եւ էկզեմա ունեցող մարդկանց։ Խորհուրդ չի տրվում ուտել նաև 12 մատնի աղիքի խոց ունեցող մարդկանց։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա հաղորդման վերջում առաջարկում եմ ուղևորվենք Հայաստանի հյուսիսարևելյան լեռնաշատ տարածքներից մեկը, որտեղ կա թաքնված զարմանահրաշ մի վանք՝ Քոբայրը։ Վանքը կանգնած է Լոռվա խորը ձորերում։ Քոբայրը ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև պատմական հիշողության մի դարպաս, որտեղ միախառնվում են միջնադարյան հայ արվեստը, գրչությունը, հոգևոր մտածողությունը եւ վերածնվող հավատքը։ Հիմա միասին առաջարկում եմ ծանոթանանք Քոբայրի պատմության հետ։ Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարապետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուր ժայռերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Կյուրիկյան ճյուղի եւ Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։ Անվան ծագումը կապված է այր բառի հետ։ Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանին կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ Պատերին կան մեծ թվով հայերեն եւ վրացերեն արձանագրություններ։ Վրացերեն արձանագրությունների առկայությունը կապված է այն փաստի հետ, որ 13-րդ դարի կեսերին վանքը Կյուրիկյաններից անցնելով Զաքարյաններին վերածվում է քաղաքեդոնական եկեղեցու։ Վանքը բաղկացած է 3 եկեղեցուց՝ Զանգակատուն տապանատնից, Սեղանատնից, մատուռներից, խաչքարներից, Պարսպապատի մնացորդներից։ Պատերը հիմնականում կառուցված են բազալտից եւ ամրեցված են կրաքարով։ Վանքի գլխավոր եկեղեցին գտնվում է հուշարձանախմբի հարավարևելյան կողմում, կիսավեր վիճակում է։ Ունի 2 մուտք՝ հյուսիսային եւ արևմտյան կողմերից։ Խորանը ունի 2 շարքում տեղադրված 5 պատուհան։ Խորանի վրա եւ բեմի հյուսիսային պատին պահպանվել են որմնանկարներ, որոնք հիացնում են իրենց նրբագեղությամբ։ Խորանի որմնանկարները կազմում են 3 շարք, դրանցից վերևինում պատկերված է Աստվածամայրը մանկան հետ, որի 2 կողմում հրեշտակներն են։ Խորանի որմնանկարները արված են նույն հորինվածքով, ինչ մեծ եկեղեցու խորանինը։ Ըստ պատերին պահպանված արձանագրությունների եկեղեցին կառուցվել է Կյուրիկե B թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Եկեղեցուն կից կան մի քանի փոքր մատուռներ։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում ավելի բարձր տեղադրությամբ գտնվում է Զանգակատուն տապանատունը։ Զանգակատնից ընդամենը 2.5 մետր հեռավորության վրա գտնվում է վանքի սեղանատունը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն ընդարձակ դահլիճ։ Քոբայրում պահպանվել են եզակի որմնանկարներ, որոնք համարվում են հայ միջնադարյան արվեստի բարձրագույն օրինակներից մեկը։ Դրանք արված են բյուզանդական ազդեցությամբ, ինչը հազվադեպ է հայկական վանքերում։ Այստեղ է թաղված Զաքարե Զաքարյանի մորաքրոջ որդին, ինչը վկայում է վանքի կարևորությունը Զաքարյանների համար։ Քոբայրն ունեցել է դպրատուն եւ մատենադարան։ Վանքի տարածքից բացվում է շշմեցնող տեսարան Տեպետի ձորի ուղղությամբ։ Դրա աշխարհագրական դիրքը վկայում է ոչ միայն հոգևոր, այլև պատմական նշանակության մասին։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն եւ հանգստյան հաճելի օրեր։ Իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի։